Կիրակի մարզի բնակիչները հայտնի են ոչ միայն սուր հումորով, այլ նաև մարդուն մեկ ակնթարթում բնորոշելու կարողությամբ։ Այդ կարողությունը դրսևորվել է մասնավորապես Գյումրիում եւ մասնավորապես մականուններ կնքելիս։ Up John, Johnny John, our malices. Ekezi kurban. Up John, smile at Գյումրու մասին ամենասիրելի երգերից է, հայտնի ամենահայտնի մականունավոր գյումրեցիներով։ Կոլոզի ցարի ջղր, Սիտրույց մին չոգորսուրը, չադոյեն ծիտ նովավզիկ, ընգեր մարգո ուլորտանիկ, մայլի տղերկ ձեզ գուբան, ձեր լիզուն ձեզ պավան, հոպ ջան լենը։ Բոլորին էլ մականունով են ճանաչում, ու դա ինձ թվում է շատ ճիշտ բան է։ Ասենք մեկը ասում են կեղամն է, բայց նայում ես ինքը արշալույսն է։ Կասում որ չակն է արշալույսն է։ Երբ Աղասի Շաբոյանը Գագիկ Բարսեղյանին Ջագին ասել է ըբ քաղաքաղայդով երկում չունենա, Ջակն էլ ինչպես ինքն է ասում. Ես էլ թասիպին գա։ Այ քեզի չնախատեսված բան։ Քան որ այլ ժամանակ Rolling Stones էինք երգում, բան էինք անում, Միք Ջագեր կար։ Դες ճակ, դες մնաց մականունը։ Բոլոզ Մուկուչին մի առիթով հարցնում են, ինչի սաղ լենականցիկ մականուններ ունին։ Մուկուչն էլ պատասխանում է, թե որտև մենք համ մարդու ներսը կտեսնենք, համ դուրսը։ Մկրտիչ Մերկոնյան, նիարու պոյով եղե բոլոզ են սը։ Հիշեց, թե ինչքան մեծ էր ծնեն Ու դիգ ինչ խոր նամուս ու աբու Հումորին ծուլված բերեց սերուկյան Վիսյոլի Վարտանը ֆայտոնով Վարբեդ աղասը տնական կինով Քավոր աշիգը Գյումրու տարազով Կրենգելը զիլզիլ զուրնով Մեգելը դուդուգով Չախար ժորան կլարնետով Վիդովը կաշվե տավուլով Վուրճիգն ու բաբուլն էլ ագարձյոնով Մեգից մդան կալոսի պերգեն Հետևից էլ Ղաշանգ է մայլիս տաղեն Երգիծական բանայսության կերտողները մականուն տալիս հաշվի էին առնում անձի բնավորությունը, արտաքինը, տաղանդը կամ դրա բացակայությունը, ազգի նախնիներին, զբաղվածության ոլորտը եւ այլն։ Ֆայտոն լյովա ենք ունեցե, ծորի մայլեն է ապրե, բայց ինքը ֆայտոն հետ կապ չի ունեցե, առաջիս ենք են սամասվալներից են, ինքն է քշե, որ մետել է մայլը, կադագով հերվիցել են ֆայտոն լյովան հեկավաց ծեր, շակար կարրեն ենք ունեցե։ Ինքան խաղցեր բնավորություն է ունեցե, որ բարի շակար են կնքի մագանն է։ Գագիկ Վարդանյանը մի ամբողջ գիրք ունի մականունավոր գյումրեցիների մասին, նրանցում հումորն ու երգիծանքը անպակաս են։ Գյումրեցի ունենք, որ իր մագանն հավավում է, ընգալիս կյանքը լիովին, əgəl։ Ծիտրոալեկիկ, չախալ, կտուց, ֆռիկ, ֆանտազ, երկանք, ըկլ, շաքար եւ այլն։ Սրանք մականունների շատ փոքր մասն են, սակայն հատկանշական է, թե ինչու են վերջիններից կնքել հենց այդ մականուններով։ Ֆռիկ է տաշեսել են ֆռիկ տիկո։ Իմացար Վարդգեզեր է։ Ինքը շատ ճանաչված արհեստավոր է եղել քաղաքում։ Ինքը ամեն խոսքի մեջ դիմացինսել է իմացար։ Մագանունը մնացել է իմացար Վարդգեզ։ Պարտնով ֆանտազի արդաշ ենք ունեցել։ Քենիս կելներ առավոտը մի հատ ինչ-որ ֆանտազիա, ինչ-որ մի հատ շորի ցև կորոշեր, ֆանտազի արդաշ են դրել։ Ասում են գյումրեցիները պատվով են կրել իրենց մականունները, դրանցից շատերն անգամ որպես ժառանգություն անցել են ազգի սերունդներին, եւ զգացողությունը մականունը ընդունելու ու պատվով կրելու խոսում է հումորի ընկալման ու ձևավորման ուրույն տաղանդի մասին։ Մենք դաժան մականուններ ունենք, մեծ չոր սախ, այսպես Վարդմանուշակ էլի։ Վարդմանուշակների շարքից չէր օրինակ Չոպուր մականունը, որը կրել է Սուրենը։ Չոպուր Սուրենը հայտնի էր դեմքի անհարթություններով, բայց դա վերջինիս երբեք չի կաշկանդել։ Շուկա է գնաց, ասել է իմ դեմքի պես խաս, այդպես տեղծի կուդ ունեցող, այդպիսի տեղծ տվեք, այսինքն մարդը եղել է
հումորով եւ ամենաառաջինը հումորով իրեն է վերաբերվել։ Քաղաքում հայտնի դհոլահար ու նկարիչ Սերյոժա Կարապետյանն էլ հայտնի է որպես Կուժիկ։ Նրան այդ մականունը տվել է Աղասի Շաբոյանը։ Լինում են հյուրախաղերում, Կալինինոյի գյուղերից մեկում, այնտեղ իրենց Կուժիկով մեղր են հյուրասիրում։ Երբ հետ են գալիս, բաբիկը միշտ պատմել է Շաբոյանին, թե Կուժիկով մեղր հյուրասիրեցին մեզ ու անընդհատ սկսել են ինչ-որ հումորային խոսակցություններ ունենալ ու այդպես այդ Կուժիկ բառը հնչյունափոխվել է ու Կուժիկ են կնքել պապիկին։ Հատկանշական է, որ գյումրեցիների մականուններն այնքան տիպիկ էին, որ ընդունելի են եղել ավելի քան հենց իրենց անունները։ Դա է վկայում Կուժիկի թորնուի պատմությունը, թե ինչպես չի ճանաչել պապին իրական անուն ազգանունով։ Մի այդպես 2-3 հոգի մոտեցան, հարցրեցին երեխեք Սերյոժա Կարապետյանի բնակարանը որն է։ Մենք զարմացած նայեցինք իրար, երեխեքից մեկը այստեղ այդպես մարդ չի ապրի, ու այս մարդիկ զարմացած հետ դարձան, նրանցից մեկը դե տոապ ջան, ես գիտեմ Կուժիկի տունը ստեղ է, այդ պահին Կուժիկի անուն ենք լսում ու հետևից գոռում եմ կանգնե, դիգին պապս է։ Քաղաքը ժամանակին հաստիկով, այսպես ասած, շուն զարկող է ունեցել։ Այդ գործն արել է Հարութը, ով գործը ժառանգել է հորից ու հայտնի է եղել որպես շուն զարկող Հարութ, բայց մի օր Հարութը գալիս է գիտակցության, որ պետք չէ շներին սպանել։ Ավելի լավ է այս շների ոճը կտրեմ տանեմ հանձնեմ։ Իրանք էլ ապրեն, ասում եմ մի ժամանակ անց քաղաքը լցվեց ոճը կտրած շներով ու բոլորը ասում է իրար հետ փսփսում էին թե Հարութը վաղուց այս շների ոճի գինը կերել է։ Ես էլ հետները կխնդայի, բայց իրանք չգիտեին թե ես եմ Հարութը։ Այս սա է Գյումրեցու, այ մազալուփանը սա է։ Մականունավոր գյումրեցիները որքան էլ հայտնի են իրենց հումորային մականուններով, այնքան էլ հայտնի են իրենց արկածախնդրությամբ, սրամտությամբ ու ծիծաղաշարժ պատմություններով։ Շատ հետաքրքիր է նաև Տիտրոալեկի հետ կապված մի հումորային պատմություն, ուրեմն նստում է ֆայտոն, 3 մանետ է տալիս, այս ֆայտոնջին ասում է այդ տնաշեն, այն օրը տղետ նստեց 5 մանետ տվեց, ասում է թե տղես կուտա, բայիշ կանի, տղես հեր ունեցող, բան, ես անդեշ տղա եմ, ոնց քեզ 3 մանետից ավել տա։ Մոտենում է լրագրող մի աղջիկ, պարզում է խոսափողը, հարցնում է ինչ է ձեզ համար հայրենիքը։ Չոպուր Սուրենին է պարզում առաջինը, ինքն էլ Գյումրեցու բայել կեցվածքով ասում է հայրենիքը դիգիմ հերս է, մերս է, քուրս է, հարազատներս են։ Այս աղջիկը լրագրող աղջիկը մի փոքր շփոթված խոսափողը բահում է Կուժիկին ակնկալելով ավելի լակոնիկ պատասխան, հարցնում է ինչ է ձեզ համար հայրենիքը, Կուժիկը մի պահ լռում է ու պատասխանում է հայրենիքը դիք Սուրենի հերն է, մերն է, քուրն է։ Այդպես դա վերածվել է էլի հումորի։ Ինչպես կնքվել են մականուններով, այնպես էլ ապրել դրանց հետ ու բարի ուղիղ իմաստով տարել այդ մականունը մինչև գերեզման։ Տապանագրերից մեկի վրա սև հումորով գրված է հանգչիր խաղաղությամբ գլուչ, այսինքն բանալի բալոտ։ Պարզվում է, որ փորագրված է այդ գրությունը վերաբերում է փագանագործ վարպետին, որը կենտանության օրոք բոլոր դռները կարողացել է բացել։ Կամ շատ հետաքրքիր արձանագրություն Սամավար Սուրոյի հիշատակին։ Տեսեք, ոչ մի բան, այնքան մարդուն չի կարող փնտագրել, ինչքան այդ մի փոքրիկ բառը։ Գուցե զարմանաք, բայց Գյումրիում անգամ տապանակարային երկիծանկը կարելի է առանձնացնել։ Լիծանեկա, այսպիսի գրություն, որը էլի խոսում է մարդու, տեսնում եք գերեզմանակարի արձանագրություն, այդքան կենսասիրություն արտահայտել լիծանեկա, այսինքն մարդ, որը կյանքի վայելքներից օգտվել է եւ տապանակարի վրա գրված է մի շատ ծիծղուն գրություն։ Երբ խոսում ենք մականուններից, Շիրակի երգիծական բանահյուսությունը չէր կարող չհասնել նաև գյուղական բնակավայրեր։ Այստեղ իհարկե ամենաքիչը սխալ կլիներ չանդրադառնալ Շիրակի մարզի Կուսանագյուղ բնակավայրին։ Ավետիջին ասել են լաճարավու, Դավոին ասել են թարախ դավո, Մագարին ասել են Ղամմազ Մարկարին ներողություն ասել են Ղամմազ Յուզբաշի եղե հարուրապետ է։ Իսկ Մագարին էլ ասել են դե ինչ ասեմ, դաժե վիրավորական անունները, բայց այդպես են ասել, Էշ Մագար։ Մինչև հիմա էլ այդ ազդերին այդ անունը տալիս են։ Գյուղի առաջին բնակիչներին է թվում Համլետ Հարությունյանը համապատասխանաբար իրենց մականուններով։ Ի դեպ, այս գյուղի բնակիչներն հայտնի են նաև որպես անուն դնող Ղափլեցիք։ Նույնիսկ 50-ական թվերին պատերազմից հետո
մի գյուղը մյուսի վրա երկ է կապել։ Շիրակ դաշտի կենտրոնում մի շեն գյուղ կա շեն ու սիրուն, միջի մարդիկ հումորի ծով, անուն դնող ու նախադող։ Եվ կապ չունի, թե ինչ պաշտոնի, տարիքի կամ սեռի մարդ կգար գյուղ, պարտադիր առաջին հայացքից ստացած տպավորությունը մի զավեշտալի մականվան կվերածվեր։ Քարտուղարը գալիս է տես Սամսոնապեր, ծանոթացի, տես կենտկոմից ինչ սիրուն մարդ են բերել մեր գյուղը, էդելես մենձի չեն կր անուն տնե, ես մետիա տեղոստեղ անուն է էլի, կանտած կաջուջ է, որը մեծ էր։ Հումորի փամփուշտը այս մարզում միշտ գիտի երբ կրակել, իսկ երբ կրակում է, շատ դիպուկ հասնում է նշանակիտին ու անգամ արձանագրվում որպես արժեք։ 2024 թվականին ես եւ էթնոհոգեբան Կարինե Սահակյանը ներկայացրինք մի հայտ Շիրակի երգիծական բանահյուսությունը, այս տարը որպես Շիրակի երգիծական բանահյուսության բաղադրիչ ներառվեց Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ Հենց սա է Շիրակի երգիծական բանահյուսության արժեքավոր կողմերից մեկը, որտեղ որքան սուզվում ես, այնքան հասկանում հատակը խորն է ու դեռ լեցուն չբացահայտված գոհարներով։ Առաջից բանաստեղծությունը գրել եմ 8-րդ դասարանից։ Ես ոչ պոետ, ոչ բանաստեղծ, բայց 8-րդ միջահել գրում եմ ես մի քանի խոսք իմ տախալից փուչ բախտից։ Անգութ մահը խլեց տարավ, նրան մեզնից բաժանեց, արար աշխարհից խռովնա գնաց, հանգուցյալ չեմ ուզում անվանել նրան, իհարկե վիշտս խորն է ձանձալի, տանջում է հոգիս, չի խղճում ոտքի։ Հենց առաջի բանաստեղծությունս է տալել, որ գրել եմ։ Ու դրանց հետո ինքնիստիկյան մտքերի մեջ շարունակել եմ։ Տեսել եմ վրա հաջողվում է գրելը։ Ասել եմ գրեմ, որովհետև հոգուս խորքից է դուրս եկել։ Ցանկանում եմ, որ ոչ մեկն էլ ոչ որ փանա, ոչ էլ իրեն հոգինալ է կոծվի, ոչ մտքերի մեջ խորասուզվի, նման բանաստեղծություններ չգրեն։ Ցանկանում եմ խաղաղություն, երջանկություն, մարդիկ իրանց լավ օրերը, երջանիկ օրերը հիշեն, դրանք գրեն։ Այս տխուր բանաստեղծություններից հեռու մնան, չգրեն։ Կյանքը ամեն ձևի էլ դասավորվում է, հիմա տենց է դասավորվում, որ խորասուզվեցինք, ինչ պիտի անենք, պիտի պայքարենք, դիմակայենք, ապրենք, կյանք տանք, ապրեցնենք, պահալին, որ բացում եմ, կարդում եմ, մի պահ անցնում եմ հին կյանքը ու խորասուզում տնում եմ, որ մտքերիս մեջ արդեն լավ չի։ Փակում եմ, ասում չի, պետք չի, առաջ նայեմ, լավը տնամ, առաջ գնամ, յուրաքանչյուր անձնավորություն ամեն ձևի եւ խոչընդոտ ունի, եւ լավոր ունի, եւ վատոր ունի, վատորից նեղանալ չեն, լավորով հպարտանալ չեն, կյանքը նենց է, որ այսօր ես, վաղը դու, մյուս օրը նա սուրճ չեն ասել։ Ծառը որ կա կապրի դարով, մարդը որ կա կապրի տարով, մարդը որ կա չի հասկանում, գոնե տարին դիրի խելքով։ Մարդ ես ասում, մարդ հասկանում, մարդու դիմաց միտքը թայտում, ու տեսնում ես գայլ է դառնում ու ոռնում է քեզ հոշոտում։ Ոռնում գայլը տուն է դառնում, ոռնալը թողնում, եղունիկ դառնում, ու գալիս է միտքս խնդրում ու այդպիսով լուր տարածում։ Ես բանաստեղծությունը մարդկության մասին է, որ մարդիկ երբ երեստանի են,
փաղաքշում են, իս ինչ իմանաման ձևի ուզում են, որ այդ տվյալ անձույ գաղտնիքն իմանան, փոխանցեք, որ մարդիկ լինեն հասկանան, որ իմանան մարդու ոնց ասեմ, մարդը որ կա, չի հասկանում գոնե տիրի խելքով, կյանքը տիրի խելքով, պատպան չանի, ապրի, խելոք մնա, հարգվի, մահից հետո հիշվի որպես լավը։ Ինչ չեմ կատարել, հիմա ափսոսում եմ, որ թերի եմ թողել։ Այն գործը, որ չեմ կատարել, այն աշխատանքը, որ չեմ արել, այն որ կկարողանայի թե ընտանիքում, թե աշխատանքի վայրում, թե մարդկային միջավայրում, ես կարողանայի ինչ-որ թեկուս բարեգործական, բարեխճական ինչ-որ բան, չեմ շատ ափսոսում եմ, կուզենայի կյանքը հետ կենա, նոր ասման մանկությունս ետ բերեք, ես կուզենայի լավս հիշեն, ես կուզենայի լավ արարք թողնեմ, լավ հուշ թողնեմ, լավ վերաբերմունք թողնեմ, թե շրջապատից, թե ինկերներից, թե յուղացու, թե թեկուս կողմնակի մարդու, բոլորը մեկ են, մարդը, չեմ ուզեցել հողի աշխատանքը թողնեմ, ոչ մի բանի հետ չեմ փոխել, վերասելին կարա կուզես ուսուցիչ աշխատես կասեի ոչ, ես կուզեմ հողագործել եմ, ես կուզեմ հողի բուրմունքը լսեմ, ես կուզեմ հողի հետ շաղախվեմ, ես կուզեմ բերքի հետ, բույսի հետ խոսամ, չգիտեմ հողին որ շատ սիրել եմ, էտա ինձ ձգտել որ առույգիլ եմ։ Ղրղին սարերի գրկում ծվարած, դաշտերը թերու, հովտերուն տնկած, դու մեր դաշտերի վաղ գարնան դարպաս, այգիները ծուր, տուղները շատ, դեղծեր վաղահաս։ Փառք հո քրտնարթոր հողի մշակին, փառք նրա ծանդոր վառ աշխատանքին, որ մակարում են հող ու մարդունչում, դարու փոս հարթում, նոր հող նվաճում, ջան իմ ներքշեն, քեզ եմ գովեստում, դու մեր հայրենի, անցած դարերի ծննդավայրն ես, մեր նախնիների, ծնողի նման, մեզ դուր ես տալիս, Ստառնախբյուրի պես մեզ ջուր ես տալիս, մեծ եղբայրն ես ազատավանի, այգիները շատ, գինի տանվանի, մեր ծաղկող դարի անթարան ես, մեր սեղանների անսպար զարդն ես, ամեն առավոտ հարս ու աղջիկներ դաշտ են դուրս գալիս, հնչում են երգեր, ծով ծխախոտի, դաշտերն ընթարցակ, քաղում են շարում ուրախ համարցակ, առավիզերին բարդենները ձիգ, վեր են խոյացել, դալար գեղեցիկ, մեր զեփյուրից ճոճվում, օրորվում ու քնքշանքով իրար համբյուրում։ Բնապահպան Սամվել Պիպոյանն օրերս սոցիալական ցանցերում հրապարակած լուսանկարներով ահազանգել էր, Երևանյան լճում ջուրը ծաղկել է, առափնյա հատվածները վերածվել են աղբանոցի, իսկ լճի մակերեսին օրեցօր ավելանում են սատկած ձկներն ու որորները։ Նրա խոսքով հատկապես այն հատվածներում, որտեղ կոյուղաջրերն են լցվում լիճ, պատկերը սարսափելի է։ Ամենածանր վիճակն, ասում է նա, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հարակից հատվածում է, առավել մտահոգիչն այն է, որ որոշ թռչուններ անհասկանալի պատճառներով կորցնում են լողալու ունակությունը։ Մեջբերում Այսօր լճից երկու խեղդվող որոր եմ հանել, որոնք չէին կարողանում լողալ։ Հնարավոր է հիվանդ են կամ թունավորված ինչ-որ նյութից։ Ռադիոլուրը քաղաքապետարանի պատասխանատուների հետ եղել է Երևանյան լճում, տեղում տեսնելու թե ինչ պատկեր է այսօր։ Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասում է, աղբի հիմնական կուտակումները լճի վերջնամասն են, այնտեղ որտեղ Հրազդան գետը թափվում է լիճ եղեգնապատ հատվածներում։ Քաղաքապետարանում չեն հերքում, խնդիր կա, ընդունում են նաև, որ դրա գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Հրազդան գետի ամբողջ երկայնքով շուրջ 1500 հասցեից կոյուղաջրերը լցվում են գետ, ապա հասնում Երևանյան լիճ։ Խնդիրը լուծելու համար ըստ քաղաքապետարանի պետք է կառուցվի շուրջ 14 մաքրման կայան։ Միաժամանակ վստահեցնում են, համացանցում տարածված տեսանյութերը չեն արտացոլում լճի ամբողջ պատկերը։ Պետք է նշեմ, այժմ մենք գտնվում ենք Երևանյան լճում եւ Երևանյան լճի մակերեսը այժմ բավականին մաքուր է, լավ մաքուր է,
Լճի վիճակը կարելի է եթե գերազանց չանվանենք, ապա բավարար պետք է անվանենք, որովհետև պետք է պատկերացնենք սիրելի երևանցիներ, որ մենք օգոստոս ամիսն է ամենայն պիկ եւ ամենատապ սեզոնին մենք մեզ հաջողվել է լիճը պահել մաքսիմում նիշի վրա, ինչը շատ կարեւոր է իր հայելային մեծ մակերեսով Երևանում փոշու կլաման եւ մի շարք ֆունկցիաների կատարման համար։ Պաշտոնյանն ընդունում է, եղեգնապատ հատվածներում աղբի կուտակումներ կան, սակայն դրանք կապում է մարդկանց անփույթ վարքագծի եւ որոշ տնտեսվարողների գործունեության հետ։ Տեսնում եք, ամբողջը պլաստիկ է շշեր, ամբողջը աղբ, գալիս է լիճ, Հրազդան գետը, իհարկե գալիս է եւ կուտակվում է Երևանյան լճում։ Մենք նկատել ենք այս գետի ափով կան ուրեմն տնտեսվարողներ, որոնք նույնպես լիճ բաց են թողում որոշակի աղբ, սա մենք իհարկե սրան հետևում ենք եւ տալու ենք իրականացնելու ենք վարչարարություն կանխելու համար։ Քաղաքապետարանում ասում են, վերջին տարիներին լճի վիճակը նկատելիորեն բարելավվել է։ Քանի տարի առաջ Երևանյան լիճը այս ամսին ուղղակի ճահիճի էր վերածվում։ Գիտեք, բայց այժմ մենք ստեղծել ենք այստեղ ռեկրեացիոն գոտի, կանաչապատում, երեկոյան ժամերին առավոտ շուտ կամ հիմա էլ այստեղ կտեսնեք բազմաթիվ ձկնորսների, ովքեր ձուկ են որսում, ինչ վերաբերում է մյուս ափին, նա էլ է նախատեսվում քաղաքապետարանի հետագա ծրագրերով այսպիսի մի գեղեցիկ վայր պատրաստել։ Ինչու է լիճը կանաչել։ Պատասխանատուները դա կապում են ամառվա շոգի եւ ջրի շրջանառության նվազման հետ։ Վերջին մեկ ամսում Արարատյան դաշտի ոռոգման պատճառով Երևանյան լիճ շատ քիչ ջուր է հասել։ Միաժամանակ լճի մակարդակը պահելու համար ջուրը բաց չի թողնվել։ Արդյունքում ջուրը տաքացել է, ակտիվացել է ջրիմուռների աճը եւ լճի առանձին հատվածներում ջուրը կանաչել է։ Մենք էլ բաց չենք թողում, առաջ բաց էին թողում նորից ջրման նպատակով, բավականին այսպես միշտ պայքարում ենք ջրառի հետ ջուրը բաց չթողելու, որովհետև պատճառաբանում ենք, որ Երևանին ամենամեծ ուրեմն փոշի կլանող հայելային մակերեսն է, որը շատ անհրաժեշտ է այս պահին Երևանի համար եւ հետեւաբար եթե ջուրը չի ներգործում, մենք էլ չենք բացում այդ դամբա կոչվածը, ես այսպես ասեմ, հետեւաբար ջուրը ցիրկուլյացիա չի անում եւ ջրի ջերմաստիճանը բարձրանալուն պես այստեղ ջրի ջերմաստիճանը արդեն բավականին բարձրացել է այս օգոստոսյան տապին, հետեւաբար սկսում է որոշակի կանաչապատման երևույթներ։ Լճի որոշ ափամերձ ու խորշային հատվածներում երևացող կանաչավուն շերտն ու համացանցում տարածված սատկած կենդանիների լուսանկարներն ըստ պատասխանատուների ամբողջ պատկերը չեն արտացոլում։ Նրանք վստահեցնում են, ջրի հիմնական մակերեսը նորմալ վիճակում է, իսկ կանաչած հատվածները տեղային բնույթ ունեն։ Ափերը մաքրվում են յուրաքանչյուր 15 օրը մեկ, հատկապես այնտեղ, որտեղ ջրի հոսքը թույլ է եւ աղբ է կուտակվում։ Առաջիկա 1-2 ամսում քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել նաև հատուկ լողացող տեխնիկա։ Այն ոչ միայն կմաքրի լճի մակերեսը, այլև տեղում ջրի նմուշներ կվերցնի, պարզելու թե ինչ աղտոտիչներ կան ջրում։ Ամեն տարի համապատասխան կառույցները ջրի նմուշառում եւ լաբորատոր հետազոտություններ են անում։ Անցյալ տարի հայտնաբերված որոշ բակտերիաների պատճառով արգելվել էին լողն ու ձկնորսությունը, սակայն այս տարի նման ծանուցում դեռ չի եղել։ Քաղաքապետարանում սա գնահատում են որպես նշան, որ ջրի վիճակն այս պահին վտանգավոր չի համարվում։ Միաժամանակ ընդունում են, միայն մաքրությամբ Երևանյան լճի խնդիրը չի լուծվի։ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ նախատեսվում է վերակենդանացնել Հրազդան կիրճի, Հրազդան գետի եւ Երևանյան լճի հարակից տարածքները։ Դրա համար արդեն ուսումնասիրում են լճի հատակը, նստվածքները, ջրիմուռները, ջրի որակը եւ պատվարի սեյսմակայունությունը։ Բոլորիս հայտնի է, որ եւ ցավալի փաստ է, որ Հրազդան գետով դեպի Երևանյան լիճ շուրջ 1500 հասցեների կոյուղաջրերը թափվում են եւ այսպիսով ունեն մենք այն իրավիճակը, որը անհանգստացնող է թե մեզ, թե քաղաքացիների համար, այսինքն ջրի որակի խնդիրը առաջնային է լինելու ցանկացած միջամտությունից առաջ, այսինքն ցանկացած ռեկրեացիոն գոտու ստեղծումից առաջ պետք է անդրադառնալ ջրի որակի խնդիրների լուծմանը եւ սրան արդեն հաջորդ տարի փորձելու ենք անդրադառնալ 2 մաքրման կայանի կառուցման միջոցով։
Մինչ քաղաքապետարանը վստահեցնում է, որ իրավիճակը վերահսկելի է, բնապահպանները շարունակում են ահազանգել։ Մի հարցում սակայն երկու կողմն էլ համակարծիք են. Երևանյան լիճը չի առողջանա, քանի դեռ Հրազդան գետով կոյուղաջրերը շարունակում են հասնել լիճ։ Աիդա Ավետիսյան, Տիգրան Մաթևոսյան,